Շարունակում ենք մեր եթերը սիրել հեռուստադիտողներ, էլի մեր շատ լավ ընկերն է մեր տաղավարում հյուր, բայց ինք այս անգամ միայնակ չէ եւ իրադարձություններն ահագին շատ են, հուզամ կհասցնենք այս 20 րոպեների ընթացքում բոլորին անդրադառնալ։ Ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայկական երաժշտական ակադեմիան իրականացրած առաջին հայկական երաժշտական խազեր մրցանակաբաշխության ժամանակ 17 անվանակարգում պարգևատրվեցին հայկական երգարվեստի տարբեր ժանրերի ներկայացուցիչներ։ Տարվա կոմպոզիտոր անվանակարգում մրցանակը տրվեց Անդրանիկ Բերբերյանին, իսկ լավագույն գործիքավորում ու լավագույն ազգային երգ կամ երգի մշակում անվանակարգում Ավետիս Բերբերյանին, կոմիտասական խմբերքաշար սյուիտի համար, բայց այս իրադարձությունները սրանով չեն սահմանափակվում, հիմա Դավիթը կներկայացնի մեր հյուրերին, մնացած արդեն իրենք կպատմեն։ Իհարկե մեր հյուրերն են կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը, կոմպոզիտոր երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս, շնորհավորում ենք ձեզ։ Շնորհավորում ենք։ Շնորհակալություն։ Դե սպասված էր։ Արժանի այո մրցանակների համար։ Անդրանիկի դեպքում հատկապես մենք սովորենք, որ ինքը պիտի լավագույնների շարքում լինի, բայց ձեր հայրիկի հետ պատիվ ունենք առաջին անգամ ծանոթանալու, դե ասում եմ պտուղը ծառեց հեռու չի ընկնում։ Բայց արի ասենք ինչի ամենակ Անդրանիկի, ինչի մենք մտածում ենք որ Անդրանիկի դեպքում, որովհետև ձեզ մեր տաղավարում, եթե ես չեմ սխալվում, առաջին անգամ եք տեսնում, իսկ Անդրանիկը տարվա ընթացքում ինչքան անգամ արեցնել ենք հյուրը։ Ում համար ասած երաժշտություն գրեց բացի կենտրոնի առավոտի համար։ Դες լավ։ Դավիթի մտքով չէր ասել այդպեսի բան ասել, տես ասում է ինչ արեցիր։ Խորամանկ ստրատեգիա Տեղում։ Իրականում ես շատ ուրախ եմ, որ առհասարակ կա այն տեսակ մրցանակաբաշխություն, որը նախ շատ սիրուն էր կազմակերպված, այն որ մենք սովոր ենք, հա, տենց կարմիր գորգերի եւ էքստրավագանտ արտիստների տեսնելու, բայց շատ կարեւոր է այն անվանակարգերը, որոնք հիմա ես կարդում եմ, որ էլի տալիս է հնարավորություն մեր երիտասարդին հասկանալու, որ մեր մշակույթի մեջ գործ անելը հաստատ կարող է հեղինակավոր լինել, հաստատ կարող է քեզ մրցանակ բերել եւ այդ առումով դուք նաեւ ինչ որ առումով օրինակ եք, որ այդ մշակույթը պետք է պահպանել եւ դեռ շարունակել ստեղծագործել։ Այդ որ ասում են լավագույն օրինակն է, որ կարելի է անել այսօր մեր հայերի համար, որովհետեւ մեր մշակույթը պահելը շատ կարեւոր է, բայց ես կուզեմ ձեզնից լսել խոսքը տանք ասում իհարկե մեծին, առհասարակ այս մրցանակը ձեզ համար ինչ կարևորություն ուներ, ես գիտեմ, որ դուք մրցանակի համար չեք աշխատում, բայց այնուամենայնիվ արվեստագետի համար կարևոր է, որ ինքը գնահատված է։ Իհարկե, երբ որ ստեղծագործական process է գնում, որևէ շարունակություն, չգիտեմ, մրցանակի մասին խոսքնել չի կարող, այնուամենայնիվ հետաքրքրական շատ զուգադիպություն է այս պահին, ուրեմն ուղիղ սրանից 25 տարի առաջ այս օրերին ուրեմն մրցանակաբաշխություն տեղի ունեցավ, որը կոչվում էր Համահայկական Սայաթ-Նովայի անունով գրող ուրեմն երգի մրցանակաբաշխություն եւ իհարկե մեծ ուրախությամբ այն 25 տարի առաջ իմ ստեղծագործությունը Ելիրովայի ուրեմն գլխավոր մրցանակ վերցրեց ու 25 տարի հետո ճիշտը ասած խազեր մրցանակաբաշխության այս նորամուտը շատ կարևոր է մեր այսօրվա իրականության մեջ, որովհետև իհարկե ես ինչի զուգահեռներ տարա, մրցանակաբաշխություններ եղել են ամենատարբեր, հա, բայց սա առանձնանում է իր յուրահատկությամբ եւ վերցված այդ լայն ընդգրկումով տարբեր ժանրերի եւ մոտեցումը ի սկզբանե շատ բարձր նիշ է դրված, որի համար շատ ուրախ եմ, այնուամենայնիվ մի կարևոր դետալ կա այստեղ, որ այո, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ու փայլուն, փառահեղ ամեն ինչը կազմակերպված, լավագույնս ուրեմն կարևորելով մեր մշակութային, այս ասենք ոճային տարբերությունները, հա, տարբեր ժանրերի երգարվեստը, երաժշտությունը սպեկտրը մեծ է,
Այնուամենայնիվ հարցը այստեղ, որպեսզի երկրորդ, երրորդ, 5-րդ, 10-րդ շարունակական բնույթ կրի։ Այսինքն ինքը առավել պետքա կայանա, առավել պետքա հաստատուն լինի, ես մեծ հույս ունեմ, որովհետև ամենակարևորը նիշը դրված է, որպեսզի դաշտը մաքրվի, հնարավորինս, հա, այսինքն Եվ բերի բացահայտումներ։ Եվ բացահայտումներ, եւ նորանոր ստեղծագործություններ, ավելի արտիստների կողմից զգոն, հա, շատ ավելի պատասխանատու մոտեցում, շատ կարևորում եմ, որովհետև շատ բարձր նիշ է դրված ու վստահ եմ հաջորդիվ շատ ավելի ընդգրկուն կլինեն արվեստագետների հայտերը եւ Դե երբ լինում է նաև գնահատականի նման նիշ, ոնց որ դուք եք ասում, դա նաև ոգևորում է իրականում ինչ որ առումով ստեղծագործել։ Ինչու՞ չէ, դա ստիմուլ, որ մարդը հասկանա, որ ինքը հենց այնպես վստահ եմ այս անգամ, քանի որ առաջիններ միգուցե շատերի համար անակնկալ էր իր թափով Այո։ Հա, ներկայացված մրցանակաբաշխությունը Եկող տարվա համար լավ կպատրաստվեն։ Հույս ունեմ եւ իսկապես մեծ հաջողություններ եմ մաղթում, իսկապես ամենակարևորը հիմա պահել եւ զարգացնել, առավել առաջ տանել, որովհետեւ սրա կայացումը շատ կարևոր է մեզ համար։ Հետո նաեւ այստեղ նա շատ կարևոր բան կա։ Դե հիմա ոնց է ստացվում, որ դերասանը ամբողջ կյանքում երազում է Բաղձալի այդ արձանիկը ստանա, կոնկրետ երազում է, ու ինքը կոնկրետ աշխատում է, որովհետեւ ինքը ուզում է պատմության գիրք անցնի ու դա նորմալ է։ Այո, բոլոր դերասանների երազանքը Օսկար ստանալը եւ նաեւ կոնկրետ իրանք աշխատանքներ են իրականացնում շատ լուրջ ու բարդ ու քիչ ֆինանսավորման ֆիլմերում, բայց ավելի հետաքրքիր կերպարում։ Իրանք մերժում են բավականին լուրջ բյուջեով ֆիլմերին, ավելի բարդ ռեժիսորի հետ են աշխատում ավելի լուրջ, որպեսզի արձանիկը ստանան։ Հիմա օրինակ չգիտեմ, հայ ստեղծագործողը ինչի պետքա այնպես իր կյանքը չդասավորի կամ այնպես չստեղծագործի, որ տարվա վերջում ինքը պարտադիր խազերի մրցանակը ունենա։ Իսկ ով ասի, որ ես կարծում եմ, որ դերասանները նույն ձեր նշված իրանք պարզապես արձանիկ ունենալու համար չեն պայքարում, այլ դրա համար, երբ դու այդ արձանիկը ստանում ես, դու մտնում ես մի ուրիշ, ուրեմն լեվլի մեջ, որտեղ մեխանիզմն է փոխվում քո շուրջը, այսինքն ագենտներն են քեզ սկսում դիմել, քո գործն է սկսում շատ պատվիրվել, այսինքն այդ առումով դու նկատվում ես ու շատ բարձր ձևով ես նկատվում, այո, ու դա միանշանակ միանգամից ճանապարհներ է հարթում քեզ համար, դրա համար բոլորը հնարավորինս շուտ փորձում են Օսկարի դեպքում շատ հնարավորինս արագ դա որ լինի, որպեսզի արդեն կարիերան հաջողված սկսվի գնալ եւ դա իհարկե հասկանալի է, պարզ է ու դա լավ է։ Այո, իհարկե։ Սպասում ես որ մրցանակը դու շահելու ես։ Ասա հա, էլի խնդրում եմ։ Ինչ որտեղ այո, որովհետև շատ գործեր էի արել 24 թվականի մեջ, այսինքն հայտերիս մեջ շատ պրոյեկտներ ներառված։ Իհարկե, քանի որ մինչև 300 հոգի ակադեմիայի երաժշտական անդամները ուրեմն քվեարկություն էին անելու, ինչ որտեղ կա հա այդ սպասումը արդյոք ունենաս նման հավանություն, թե չէ, որտեղ ամեն ինչ հնարավոր է, որտեղ անկախ դա ուրեմն քվեարկություն է փակ եւ դա եւս ինձ շատ ուրախացնում է այդ փաստը, որ շատ ուրիշ տարիների նման չի ոնց որ լինելու, այո, եւ այստեղ կա ուղղակի սկզբունք, որը աշխատում է իսկ այս խազեր մրցանակաբաշխության այս տարվա ուրեմն իմ զբաղվածությունը պատրաստության մի քիչ այլ էր, որովհետև ինձ էր վստահված, որ ես ուրեմն անեի բացման արարողությունը խազեր մրցանակաբաշխության հենց, որտեղ որ ուրեմն այդպեսի հանդիսավոր ուրեմն սկիզբ կար, որտեղ Մեսրոպ Մաշտոցի շարականից մենք հասանք մինչև մեր օրեր, այսինքն Սայոթ Նովայի երաժշտությունով, Կոմիտասի երաժշտությունով, Ալեքսանդր Հարությունյանի երաժշտությունով, Միքայել Ոսկանյանի, մինչև այսօրվա արդի ուրեմն հող խումբի ուրեմն կատարումով, որ այս ամբողջ երաժշտությունները պետք էր մշակել, միացնել իրար եւ ստանալ այդ երաժշտական
գիտական էվոլյուցիան կարծես թե, ու ես շատ զբաղված էի դրանով, որովհետև աշխատում էինք արտիստների հետ, ուրեմն Վահեի հետ Բեգոյան Սաղմոսերգու երգչախմբով, որը որ ամբողջ բացման երաժշտության մեջ, ուրեմն տարբեր այդ հատվածներում երգչախմբով հանդես եկան, ում հետ առաջի անգամ էինք աշխատում ու շատ ուրախ եմ մեր համագործակցության համար։ Ուզում եմ ասեմ, սրանք եւս շատ կարեւոր բաներ են, որոնք որ այդ մրցանակաբաշխության ընդունումը եւ տեսքը կարևորում են ու երաժշտականորեն էլ այդ տեսակ մոտեցումը, որտեղ մենք ուրիշ մրցանակաբաշխությունների ժամանակ տեսել ենք ինչ երգեր են հնչում եւ այլն, իսկ այս պարագայում նման մոտեցումը շատ արդեն պատասխանատվություն է տալիս, որ մարդիկ ովքեր որ կազմակերպիչները յետևում աշխատում են, հա, ետնաբեմում այս ամեն ինչը կազմակերպելու համար, շատ արդեն բարձր նիշով են փորձում հանդես գալ ու ինքնին խազեր, քանի որ մրցանակաբաշխություն կոչվում է, մենք այդ կոնցեպտը վերցրեցինք, որ այդպես կարող ենք ներկայացնել հանդիսատեսին խազեր։ Որտեղ խազերը ուրեմն մեր հայկական հին նոտագրության ուրեմն տեսակն է, որը որ 9-ից 14-րդ դարում է եղել եւ կիրառության մեջ եղել, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով սկսվել է չօգտագործվել եւ հետո կորցրել են կարծես թե բանալին, թե ինչպես պետք է խազերով կարդալ։ Եվ հետո Կոմիտասը բավական ժամանակ ուրեմն խազերով զբաղվում էր եւ վերծանում էր, գիտեր ինչպես գտել էր բանալին, թե ինչպես պետք է վերծանել խազերով, բայց հետո մեզ ինչ-ինչ պատճառներով արդեն մեր օրերին չի հասել այդ բանալին եւ հիմա կան տարբեր կոմիտասագետներ, մասնագետներ, ովքեր փորձում են այս թեմայի շուրջ ուրեմն գործունեություն ծավալել, բայց ինքյան, այսինքն մրցանակաբաշխության համար սա շատ հետաքրքիր, ուրեմն երաժշտական կապեր անցյալի սկզբի հետ, հա, նոտագրության մեր հայկական, որը այդտեղից եկավ, այո, այդտեղից եկավ ուրեմն եկեք խոսենք եւ մայիսի 7-ից 11-ի Երևանում կայացած կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողության երաժշտությունը, որ դու գրել ես, ոնց ստացվեց այս համագործակցությունը եւ ինչա քո համար սպորտային նմանատիպ մեծ միջոցառման երաժշտության հեղինակը լինելը։ Գիտեք, շատ ինձ իրականում հետաքրքիր է շատ այս ասպարեզը եւս, որովհետեւ այստեղ երկիր ենք ներկայացնում նաեւ մշակույթով եւ այսպիսի բացման արարությունները եւս ցույց են տալիս մեր երաժշտական մշակույթը, մեր առհասարակ մշակույթը, այսինքն մեր արվեստը տարբեր տեսանկյուններից, տարբեր հատվածներով, որտեվ ասենք երբ որ բացում է լինում մոտ 15-20 րոպե, այնտեղ մենք տարբեր թեմաներն ենք հայկական ցուցադրում երաժշտությամբ եւ բեմադրությամբ եւ տարբեր ուրիշ ուղղություններով էլ, պարով եւ այլն եւ ինչն է ինձ համար հետաքրքրական, որ արդեն որոշակի գործեր, քանի որ արեցի այսպիսի ծանրամարտի բացման արարությունը 2023 թվականին Եվրոպայի ուրեմն մրցաշարի, երբ Հայաստանում եղավ ՎԶԲ տարեկան համաժողովի եւ այլն, այս պրոյեկտները հետաքրքիր էին, որ նախ մենք համագործակցում ենք ուրեմն Background Production-ի հետ, իմ ստուդիան եւ Background Production-ը միա երկկողմանի հետաքրքիր գործունեություն ունեն եւ ես շատ ուրախ եմ դրա համար, որ շարունակվում է այն եւ այս ընթացքում մենք կարողացանք գտնել լեզուն այս ամեն ինչը պատմելու, որովհետև շատ կարևոր է նաև հետաքրքիր էսթետիկայի կիրառումը, յուրովի մոտեցումը տարբեր թեմաներին եւ երաժշտականորեն եւ առհասարակ ու շատ կարևոր է կարողանալ կրեատիվ եւ լեզվով նաև այս ամեն ինչը ներկայացնել, իսկ ինձ մոտ այսպես շատ հետաքրքիր ճանապարհներ եղան, օրինակ ծանրամարտի առաջնությունից հետո եղավ ֆիլմ Մեդալի հակառակ կողմը, որը հենց մեր
ծանրորդ Նազիկ Ավդալյանի մասներ եւ ծանրամարտի առաջնության երաժշտությունը գրելուց հետո ես տեղափոխվեցի 1 տարի հետո սկսեցի արդեն գրել մեդալի հակառակողմի երաժշտությունը, որը որ այդ թեմայի կարծես արդեն էկրանավորումը դարձավ ու այսպիսի հետարքիր ալիքներ են ստացվում, որ ես էլ փորձում եմ անդադ գտնել իմ հետաքրքրությունը այդ բոլոր թեմաների շուրջ։ Դա լավ է, որ միանգամից մարկանցնող վստահություն է անընդհատ իմելու։ Տարբեր շրջանակներում, որ զրույցի ենք բռնվում, ասենք ստեղծագործական process-ների կամ Անդրանիկի հետ համագործակցողների հետ, ասում եմ թողեք, թող քնի։ Թողեք, թող քնի։ Դե ասում եմ լավ քնելու ժամանակ կլինի։ Անդրանիկ, քանի որ ոնց հասկացա վերջին շրջանում շատ ակտիվ է եղել գործունեությունդ, հիմա կան էլի գործեր, որ արվում է, որոնց մասին հաջորդիվ կլսենք։ Իհարկե, հիմա ունեմ սեղանիս վրա մի քանի պրոյեկտ, այսպես ասած, որի վրա ինտենսիվ աշխատում եմ, որոնք որ ոմանք այս տարի դուրս կգան, ոմանք արդեն հաջորդ տարի, եւ ֆիլմ եւ երաժշտական նախագծեր եւ որոշ նախագծեր ինքս հիմա պատրաստում եմ, որը որ մեր ստուդիայի ուրեմն կողմից կազմակերպված նախագծեր են սպասվում, որովհետև շատ եմ կարևորում նաև մեր ինիցիատիվան եւս օգտագործել, որտեվ անդադ չի լինի պատվերներ, մենակ անել, որտեվ միշտ կան բազում սեփական գաղափարներ, որոնք որ հերթին կանգնած սպասում են, որ մի օր այդ օրը պիտի գա, որպեսզի իրագործվեն, այնպես որ հիմա փորձում եմ համատեղել եւ անձնական գաղափարները նախագծերի վերածել եւ նաեւ որոշ համագործակցություններ, որ արդեն իսկ process-ի մեջ են։ Իսկ եվրոպական կինո, մեծ կինո դրսի հետ աշխատել, ոչ միայն կինո, առհասարակ դրսի հետ աշխատել։ Այդ քայլերը ընթացքի մեջ են ու կան որոշ արդեն ուրեմն կետեր, որը որ դեռ փակագծեր չեն բացի, բայց ինտենսիվ աշխատում ենք այդ ամենի։ Մեկը գալու է շաբաթվա վերջին, այդ ժամանակ ասես։ Դուք հետաքրքիր է իր համար քննադատեք որպես թե ճիշտ հակառակը։ Այն էլ ինչ։ Ոչ թե քննադատ, այլ սուրխոզակցություններ շատ ենք ունենում, քննարկումներ, բայց նաև կա այդ հասկացողության եզրերը ճիշտ ընկալման, որովհետև առաջին հերթին ամենամոտ հարազատդ քեզ կարող է ազնվորեն ասել, որովհետև քո լավը ցանկացողը քո հարազատն է։ Այո։ Եվ ինչքան բացես, ինչքան մի քիչ ասում հարազատի հետ կապված վիճելի է, բայց որ ծնողը հաստատ քո լավը ցանկացողն է, այդ փաստը։ Հետաքրքիր է, որովհետև շատ ենք զրուցում, շատ ենք շփվում տարբեր պրոյեկտների, տարբեր ծրագրեր, որ Անժանիկը անում է։ Շատ է տարբեր ձեր մտածողությունը երաժշտության ճաշակի ընկալման մեջ։ Ճաշակի ընկալման տեսակետից թողնենք հանդիսատեսին, բայց իհարկե ոճային բավական մի բան է, որ հաստատ մի ուղղության մեջ է մասշտաբային մտածողությունը։ Հա? Թե մնացած ինչ երանգներով ուր որ process-ը ուր է տանում ստեղծագործական, սերունդների բախում էլ կա։ Նայած թե ով որ ժամանակահատվածում ինչ կրթություն է ստացել, հետո ինչ ժամանակահատվածում, ինչ տարիքում մի խոսքով ամենակարևորը ճիշտ պահին ճիշտ տեղում կանգնել, որ դա ուրիշ գծեր չհատի, ճիշտ ընկալել, ճիշտ հասկանալ, ինչ բախում կամ չգիտեմ խորհրդակցություն, մտքի տարբերություններ, բայց ամենակարևորը այդ ընկերությունը ճիշտ զգալու պահը գիծը չանցնելու դա ոսկե գիծն է, մասնավորապես բացի ստեղծագործողների, հայր եւ որդու, ընկերների, անք շատ տարողունակ հասկացողություններ։ Դե հիմա ես էսպես եմ մտածում, Անդրանիկը ժամանակի լավագույններից է եւ դա փաստում են եւ մրցանակները, դա փաստում են եւ առհասարակ մասնագետների սերը, մեր բոլորի սերը դեպի իր ստեղծագործությունը, դեպի իր արվեստը, դա նշանակում է ամեն ինչ շատ ճիշտ է անում։
Այնտեղ բնականաբար կլինեն իհարկե բանավեճեր, կլինեն քննարկումներ, կլինեն որտեղից նաև ինչ-որ մի ավելի լավ պրոդուկտ կծնվի, բայց միանշանակ եթե դառնում ես դու տարվա լավագույնը, ուրեմն դու շատ ամեն ինչ ճիշտ ես անում։ Եվ այդ առանց այդ մրցանակի էլ միևնույն է Անդրանիկը ամենամասշտաբային պրոյեկտների կրողներ, ինչպես ասում են, այդ առումով։ Շատ հետաքրքիր ու խորհրդանշական այս մրցանակաբաշխության մեջ, որ մենք ընտանիքով տարբեր կատեգորիաներում ներկայացված ենք եւ քույրս Ջուլիանան եւս երկի Ստացավ մրցանակ։ Ինքը այս տարի չստացավ, բայց ես կարծում եմ, որ ինքը դեռ շատ ճանապարհ ունի տարբեր Մենք ոնց իր հետ հանդիպել ենք տաղավարում։ Հա, բայց հատկանշական է, որ մի անվանակարգում ես ու Ջուլին մրցակից էինք։ Գործիքավորման մեջ հետաքրքիր է Անդրանիկ, ես հարցը երբևէ քեզ չեմ տվել, բայց կա քեզ համար կոմպոզիտոր, որը որպես կարևոր չէ հայ թե ոչ, որը որպես ուսուցիչ է հանդես գալիս ու միշտ օգտվում ես, չգիտեմ, իրենից։ Իմ համար ծով։ Հա, այսինքն ես չեմ կարող մեկ կաթիլ նույնիսկ նշել, այլ դա մի օվկիանոս է, որտեղ որ բայց շատ ինքը միևնույն է կան, անդադ քո մտքում է կան այդ տեսակ շատ բարդ է ասել, այսինքն ես կարամ հիմա հարյուրավոր անուններ թվել, սկսած Վարդապետից, Կոմիտասից ու Խաչատրյանով, հայ կոմպոզիտորական դպրոցով, մինչև եվրոպական եւ ժամանակակից ակադեմիական կոմպոզիտորներ, ովքեր գրում են։ Լավ, վերաձևակերպեմ։ Այդ դեպքում կոմպոզիտոր, որից օգտվելու աղբյուրի այդ ծորակը չի սպառվում, կա այդ տեսակ Ես ուրիշ բան ասեմ, քանի որ մանկուց ուրեմն երբ օրը սկսվում էր մեր ընտանիքում, երեսունը եւս միանում էր, այսինքն կամ հայրս նվագում էր, կամ ուրեմն մագնիտոֆոնով դրվում էր ու տունը Մոցարտ էր հնչում, Չայկովսկի էր հնչում, Բախ էր միշտ հնչում եւ այդ օրվա մեջ ես հիշում եմ, որ նույնիսկ երբ օրֆ էր դրվում, ես շատ ոգևորվում էի Կարլ Օրֆի Կարմինա Բուրանայից եւ տան մեջ տենց ինքնադրսևորում էի փորձում ունենայի, երբ այդ երեսուն էի լսում, որտեղ շատ ոգևորում էր, այսինքն տարբեր կոմպոզիտորների ձեռագրերը ու ազդեցությունները ինձ մոտ մանկուց, այսինքն միշտ եղել են ու ես նույնիսկ չեմ կարող առանձնացնել ինչ որ կոմպոզիտորն է ավելի շատ ազդեցություն թողել եւ այլն, որտեվ դու անընդհատ լսում ես, դու անընդհատ այդ երաժշտության մեջ ես ու քո զարգացման ընթացքին անընդհատ նորերին ես բացահայտում, նոր ձեռագրեր, նոր մտածողություններ, նոր երաժշտական կոնցեպտներ տարբեր կոմպոզիտորների կողմից ուրեմն մտածված ու դա ամբողջ քո մտահորիզոնդ ու երաժշտական մտածողությունը ընթացքում եւ զարգացնում է եւ փոփոխում է ու դու էլ ընթացքում անընդհատ փորձում ես որսաս նաեւ արդի լինելու այս տարբեր ալիքները երաժշտականորեն եւ դա մի ամբողջ process է, որը որ կարծում եմ stop չի կարող ունենալ, այսինքն կանգ չի կարող ունենալ, որտեղ անընդհատ պետք է սովորել, ուսումնասիրել, այո, անընդհատ բացահայտել նորերը, անընդհատ փորձել ստեղծել եւ այս անվերջ process է, որ ես շատ ուրախ եմ, որ այսինքն մասնագիտություն, այս ուղղությունն եմ ընտրել ու կարծում եմ, որ դրա մեջ շատ մեծ լումա կա հենց հորիցս, հենց ընտանիքիցս, որ Դեպ ասեմ, ամենատարբեր ժանրերի ոճերի երաժշտություն, ոչ միայն դասական։ Հնչել է։ Այսինքն, հա, Մայքլ Ֆրենքս էինք լսում եւ ամենատարբեր։ Ալջերո եւ Այսինքն, այդ աուրան Դե ինչ որ առումով էլ նաև երաժշտական ճաշակ է ձևավորվում։ Այո, ստեղծագործող մարդը պետքա շատ լսի երաժշտություն։ Ամենատարբեր ու շատ, մաքսիմում շատ, որը երբ որ քեզ բերում է աշխատանքային, հա, պահին, դու պետքա ընդհանուր այդ ինֆորմացիային տիրապետես։ Հա, մաքսիմում չես կարող, բայց այնուամենայնիվ դու պետքա զգաս, որ նոտայից հետո կամ որ ֆրագմենտից հետո
քեզ ինչ է սպասվում նախ եւ երկրորդը արդյոք ինչ որ մի բանի հետ կարող է դա համահունչ լինի, այդ երանգները ուր կարող են տանեն, զարգացումները։ Այստեղ շատ կարևոր է, որ դու համատարած տեղեկացված լինես։ Պարոն Բերբերյան, վերջին հարցը այդ դեպքում, ես չգիտեմ դուք ոնց կձևակերպեք այդ հարցը հնարավոր է դարձնել, հա, երաժիշտ այդ տեսակ պիտի ծնվել, բայց նաև գիտեմ, որ սեփական օրինակով դու կարող ես քո երեխային ուղղորդել։ Հիմա դուք իրականում ուղղորդել եք, բայց չկար օրինակ այն միտքը, որ կարող ենք ունենալ լավ երաժշտական ճաշակ, բայց չկարող ինքը գրել երաժշտություն։ Թե դուք ուղղակի տենց ձեզ համար որոշում եք այնուամենայնիվ կոմպոզիտոր ձևավորել ձեր երեխայից։ Ոչ մի դեպքում։ Դե մի բան ասեմ, ուրեմն այդ առիթով, ուրեմն մի տարիք կար, երբ ես արդեն ավագ դպրոցն էի ավարտում եւ ես միաժամանակ նաեւ երաժշտական դպրոց էի հաճախում եւ ջութակի դասարան եւ սաքսոֆոնի դասարան տարբեր ժամանակներում ու մի պահ եղավ, երբ ես անընդմեջ դասատուների փոփոխությունների պատճառով, որը դպրոցում այդ պահին այդպես էր ստացվում, իմ խնդիրը չէր, ես հոգնեցի այդ ամեն ինչից ու երեխա լինելով ոնց որ արդեն չէի սիրում այդ ամեն ինչը պարապել, անընդհատ նոր դասատու, նոր կրթական ձև, լեզու գտնել կար եւ այլն, հասկանալ իրար եւ այլն, ու ես եկա հորս մոտ ու ասի, ես ուզում եմ դուրս գամ երաժշտական դպրոցից, ես ատում եմ արդեն այս ամեն ինչը ու չեմ ուզում էլ այս ամեն ինչի մեջ շարունակեմ։ Ինքը ինձ ասեց, շատ լավ, եթե չես ուզում, թող ու մի զբաղվել դրանով, ես քեզ չեմ ստիպելու, որ դու երաժշտությամբ զբաղվես, գնա քեզ հետարքիր զբաղմունք գտի, հետարքիր ուղղություն գտի քո համար։ Ուզում եմ ասեմ, նույնիսկ այդ Բայց ամբրուկդ վերցրու նոր գնա։ Չէ, ուզում եմ ասեմ նույնիսկ այդ կարևոր կետում ինքը այդ մոտեցումը ցուցաբերեց, որ կարար լրիվ հակառակ բան է ես սպասում ու դա ինձ եւս հետագայի համար ուժ տվեց, այսինքն իր այդ մոտեցումը այնքան հետաքրքիր ստացվեց ինձ համար, որ ես ինքնաբերաբար հետո վերադարձա։ Շատ ավելի հեշտ է գալիս դրան։ Դա արդեն կոչվում է ընկերություն։ Գիտեք, ստեղ արագ մի բան ասեմ, ստեղ շատ կարևոր է, երբ որ դու ատմոսֆերան ստեղծում ես, հա, ես նկատում եմ իր մեջ ներքին զգացումները, հա, բայց երբ որ պահում ես պինդ, որոշակի ճնշումը տեղի ունենում։ Իսկ երբ որ բաց ես թողում, եթե իրապես կա ներքին այդ հնարավորությունները արտահայտվելու, ինքնադրսևորվելու, անկախ ամեն ինչից գալու է պահը ու այդ ամբողջ տանելու է։ Հա, դու կարողանալու ես դրսևորվես այն ինչ որ տարիները բերեցին։ Մենք ձեզ շատ հաջողություններ ենք մաղթում։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Հայաստանյան իրականությունում եւ նաեւ ամբողջ աշխարհում։ Բայց դա իրականում ամփոփելով, քանի որ շատ ենք անդրադառնում մենք սոցիալական, հայկական ընտանիքի, ձևի, չգիտեմ, բովանդակությանը, եւս մեկ վառօրինակ, անկախ նրանից կձևավորվեր որպես մասնագետ կոմպոզիտոր թե չէ, բայց այն որ ծնողը կարող է իր օրինակով ձևավորել ճաշակ, դասարակության հանդեպ, չգիտեմ, լուրջ մոտեցում, երաժշտության հանդեպ իրական ճաշակ, որից հետո դու անհնար է որ անճաշակ երաժշտություն լսես, գոնե մենակ դրանով կարող ես ապահովագրել քո երեխային, իրականում էլի ու էլի եւս մեկ ապացույց, որ ծնողի դերը ուղղակի հիմնակարային է այդ առումով։ Դրա համար պետք է այդ առումով ուշադիր լինել, իսկ եթե ուշադիր լինենք, մեր երեխաները կարող են ընտրել լուրջ մասնագիտություն եւ ունենալ նման գրանցել նման հաղթանակներ, ինչպես մեր լավ ընկեր Անդրանիկն է պարբերաբար ունենում։ Քեզ էլի բազում հաջողություններ Անդրանիկ, շնորհակալ ենք որ մեր հյուրն էիք։ Այս պահին մեր եթերում գովազդ, որից հետո կշարունակենք։